Երկրորդը, ուրեմն վարչապետի հայտարարությունից հետո հոգևոր կամ եկեղեցական բազմաթիվ այրեր, սպասավորներ, հրապարակային այնպիսի լուտանքներ, օնեսքներ, մեղադրանքներ հնչեցրեցին վարչապետի հասցեին, այդ նույն ոճի մեջ, էլ դավաճան, էլ չեմ ուզում մյուս բառերին անդրադառնալ, քաղաքական իդեպ հայտարարություններով ընդհուպ մինչև իրանք Շվեյցարիայում ինչ որ հայրենիք են փրկում հերթական անգամ անհասկանալի է ինչպես եւ ոնց են փրկելու ու դա նույն բանն են անում զուգահեռ են տանում որ մենք այնտեղ հայրենիք ենք փրկում իսկ իրենք այստեղ եկեղեցիները ճուլաններ են անվանում վարչապետն էլ լավ է արել որ գրել է անկեղծ ասած որտեվ այո միշտ ճիշտ հեշտ է երևի ջայլամային վիճակները երբ որ բոլորը գիտեն ամեն ինչ բոլորը տեսնում են այդ եկեղեցականների ոչ բոլորը իհարկե ամենայն հարգանքով շատերի նկատմամբ վարքագիծը այդ մի մասն է իդեպ վարչապետը բարձրաձայնել այդ ամենա երևի նուրբ մասը հա այդ ուսակրոնության կանոնը, որը բարձրաստիճան հոգևորականները պետք է պաշտպանեն, իհարկե մենք գիտենք, որ ավելի ցածրաստիճանները իրավունք ունեն ընտանիք ունենալու եւ այլն։ Բայց այդտեղ ուրիշ բազմաթիվ հարցեր էլ կան, այսինքն սկսած այտենց խոշոր բիզնեսատեր, մեր եկեղեցականները, բիզնեսներ, ռեստորաններ, չգիտեմ, տաքսի ծառայություններ եւ այլն, ու իրենք խոսեն բանի մասին, էլի ուրիշների թերությունների, մեղքերի գործած ինչ որ արարքների մասին, բայց իրենց մասին ոչ ոք չի կարող խոսալ, որտեղ իրենք սուրբ են բանով, սահմանումով, հա, այսպեսի, իրենց չի կարելի կպնել։ Վարչապետն ճիշտ հարց է բարձրաձայնել եւ ես կարծում եմ, ես ինքս ասում եմ, դրա ոչ հասցեատերն եմ, ոչ հետևորդն եմ, ես ոչ մի կապ չունեմ եկեղեցու, բայց ես կարծում եմ, որ մեր եկեղեցու հետևորդները պետք է հենց իրենք պահանջեն եկեղեցու սպասավորներից այն կանոնների պահպանումը, որը իրենք քարոզում են եւ որոնց իրենք պարտավոր են ըստ էության հետևել։ Սրա մասին է խոսքը եւ մենք հաճախ ենք բացում թեմաներ, վարչապետը կլինի, մենք կլինենք, որոնք կարծես թե տաբու են եւ այդ տաբուների պատճառով իրանք խորանում են միշտ խնդիրները եւ երբեք չեն լուծվում։ Մենք էլ կողմնակից ենք շատ թափանցիկ եւ հրապարակային աշխատելավոճի, այդ թվում նաեւ այս հարցերում ինչ ոչ։